Ողջունում եմ բոլորին, ինչպես խոստացա նախորդ տեսահոլովակների ժամանակ, այս մի տեսահոլովակում կխոսվի Սուրբ Հոգու մասին, ով էր նա, ինչ գործառույթ ունի և արդյոք նա Աստված է, թե ինչպես այլ կրոնական ուղղություններում ասում են, իբր թե այն Աստծո զորությունն է կամ ուղղակի էներգիա, կքննարկենք ըստ Աստվածաշնչի։ Բերենք համարներ, Գործք առաքելոց 5-րդ գլուխ 3-րդ համար, և Պետրոսը ասեց. «Անանիա, ինչու համար սատանան քո սիրտը լցրեց, որ սուտ խոսես Սուրբ Հոգուն, և շարունակության մեջ ոչ թե մարդկանց սուտ խոսեցիր, այլ Աստծուն»։ Այսինքն նա Սուրբ Հոգուն խաբելը համարում է Աստծուն խաբել։ Մատթեոս 28-րդ գլուխ 19-րդ համար։ Ուրեմն գնացեք, բոլոր ազգերը աշակերտեցեք, նրանց մկրտելով Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով, այսինքն երեքի անունովը, Աստծուն հավասար։ Սուրբ Հոգին նույնպես ներկայացված է այս շարքում, որոնցից մեկն է նաև Որդին, որին անցած վիդեոում ասեցինք, որ նույնպես Աստված է, և փաստեր բերեցինք Աստվածաշնչից, այսինքն երեքին անունով պետք է մարդկանց մկրտեին։ Հաջորդ համարը Ա Կորնթացիս 3-րդ գլուխ 16-րդ համար։ Չգիտեք, որ դուք Աստծո տաճար եք, և Աստծո Հոգին բնակված է ձեզանում։ Այսինքն, մենք ինչպես գիտենք, երկրային տաճարում, որը հրեաների ժամանակ կար, այնտեղ, այսպես ասած, Աստծո բնակության վայրն էր, չնայած որ Աստված մեծ է և երկնքում է, սակայն դա նշանակում էր Աստծո բնակատեղի տաճարը։ Եվ այստեղ ասում է, որ Սուրբ Հոգին բնակվում է ձեզանում։ Չէ՞ որ Աստված է բնակվում, այսինքն դուրս է գալիս, որ Սուրբ Հոգին նույնպես Աստված է։ Ծննդոց 1:2 «Եվ Աստծո Հոգին շրջում էր ջրերի վրա», այսինքն արարչագործության ժամանակ Սուրբ Հոգին նույնպես դեր է ունեցել և նույնպես ստեղծարար էր։ Հովհաննես 4:24 Աստված Հոգի է, և նրան երկրպագողները պետք է հոգով և ճշմարտությունով երկրպագեն։ Իսկ հիմա փաստարկներ, որ մարդիկ տեսնեն և համոզվեն, որ Սուրբ Հոգին դա էներգիա կամ զորություն չէ, այլ հենց աստվածային անձ է։ Օրինակ, Ա Կորնթացի 12-րդ գլուխ 11-րդ համար։ Բայց այս ամենը հենց միևնույն Հոգին է ներգործում, ամեն մեկին բաժանելով ինչպես կամենում է, այսինքն նա ունի իր կամքը։ Եփեսացիներին նամակ 4-րդ գլուխ 30-րդ համար։ «Եվ մի տրտմեցնեք Աստծո Սուրբ Հոգին, որով կնքվեցաք փրկության օրվայի համար»։ Այսինքն, անձին են տրտմեցնում, էներգիային չեն տրտմեցնում։ Հովհաննեսի ավետարան 14-րդ գլուխ 16-րդ համար։ «Եվ ես Հորը կաղաչեմ, և ուրիշ մխիթարիչ կտա ձեզ, որ մնայի ձեզ հետ հավիտյան, ճշմարտության Հոգին, որին աշխարհս կարող չէ ընդունել»։ Գործք առաքելոց 13-րդ գլուխ 2-րդ համար։ Սրանք երբ որ Տիրոջը պաշտոն էին մատուցանում և ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասեց. «Ինձ համար որոշեցեք Բարնաբասին և Սողոսին այն գործի համար, որ ես դրանց կանչել»։ Այսինքն Սուրբ Հոգին խոսում է, և նա անձ է։ Առաջին Տիմոթեոս 4-րդ գլուխ 1 համար։ «Եվ Հոգին հայտնի ասում է, թե հետին ժամանակներում ոմանք հավատքից կհեռանան և մտիկ կտան մոլար ոգիների և դևերի վարդապետությունների»։ Այսինքն Սուրբ Հոգին հայտնում է վերջին ժամանակների մասին, այսինքն ասում է ինչ պետք է լինի։ Եղբայրներ, սա չի կարող էներգիա լինել, սա անձ է, սա աստվածային անձ է։ Հերձված ուղղություններն են ասում, որ Սուրբ Հոգին Աստված չէ։ Սուրբ Հոգին ունի իր աստվածային գործառույթը։ Սուրբ Հոգին մխիթարում է, բժշկում է մեր անձերը, մեզ տանում է դեպի Քրիստոս։ Նույնիսկ այլ մարդիկ, ովքեր քրիստոնյա չեն, սակայն եթե մարդու մեջ կա խիղճ Աստծո օրենքից մի նշույլ հատված, թեկուզ այն ցեղերի, որոնք նույնիսկ հեռու են աստվածպաշտությամբ, օրինակ հեռահար երկրներում ապրող վայրինի ցեղերը, նրանց մեջ և ամբողջ աշխարհում կա Սուրբ Հոգին, եթե մխիթարիչը չլիներ Սուրբ Հոգին, ամբողջ աշխարհում քաոս կլիներ։ Նա է մարդկանց խիղճը շարժում, միտքը շարժում և իր կամքով է աշխարհը Աստծո կամքով շարժում։ Ահա Սուրբ Հոգու գործառույթները ըստ Աստվածաշնչի։ Եզեկիել 36-րդ գլուխ 27-րդ համար։
Եվ իմ հոգին պիտի դնեմ ձեր միջումը, և պիտի անեմ, որ իմ օրենքների մեջ վարվիք, և իմ դատաստանները պահեք, և նրանց կատարեք։ Այսինքն Սուրբ Հոգին մեզ առաջնորդում է դեպի ճշմարտություն և մեզ վարժեցնում է Աստծո գործին, Աստծո օրենքին պահելուն։ Աստվածաշնչում եթե կարդաք Պողոսի թղթերում կհասկանաք, որ Սուրբ Հոգին տալիս է տարբեր պարգևներ, օրինակ լեզուներով խոսել, թարգմանել, բժշկել, սրանք բոլորը Սուրբ Հոգու պարգևներն են։ Կարդացեք Ա Կորնթացիս 10-րդ գլխի 4-րդ համարից սկսած, երբ որ պարգևները զանազան են Սուրբ Հոգու կողմից տրված, այսինքն Սուրբ Հոգին տալիս է մեզ պարգևներ, որպեսզի եկեղեցին շինվի, ավելի կատարելագործվի։ Սուրբ Հոգու նպատակն է և նրա գործառույթը, որ երկիր մոլորակում, այս տեսանելի աշխարհում մեզ սովորեցնի Աստծո խոսքը և մեր քայլերը ուղղի դեպի Աստծուն։ Սուրբ Հոգին է տանում մեզ դեպի Քրիստոս, որն է միջնորդ է մարդկանց և Աստծո միջև։ Եվ պետք է նաև Սուրբ Հոգուն էլ աղոթել, որպեսզի մեզ փրկի և մեզ հզորացնի հոգևոր պատերազմում։ Այսպիսով, ես այս 3 տեսահոլովակներում փորձեցի ձեզ բացատրել ըստ Աստվածաշնչի, որ 3 անձները մեկ Աստված են։ Բարդ է հասկանալ, սակայն հիշենք, որ մենք ստեղծվածն ենք, ոչ թե ստեղծողը։ 3 անձ, մեկ Աստված։ Այս է քրիստոնեական հավատքի գլխավոր կետերից, որում ենք պաշտում։ Պաշտում ենք Աստծուն, ով 3 անձ է՝ Հայրը, մարդկանց և Հոր միջև միջնորդ Որդին և Սուրբ Հոգին, ով մեզ տանում է դեպի Քրիստոսը։ Ահա և վերջ այս տեսահոլովակների։ Մյուսներում կպատրաստեմ այլ վիդեոներ, որտեղ կխոսենք տարբեր հարցերի շուրջ քրիստոնեական հավատքի հետ կապված։ Եվ հիշեք, Աստվածաշունչը ինքն իրեն չի հակասում։ Պետք է այն հասկանալ Սուրբ Հոգով, աղոթելով Աստծուն, որպեսզի մեզ բացատրի իր խոսքը։